Կիսամերգային ծրագիր նվիրված լայն-ապ մշակութային կենտրոնի 3-ամյակին հունիսի 26-ին կայացավ Ախալկալակի կենտրոնական մարզադաշտում։ Համերգի ընթացքում բազմատեսակ ելույթներով հանդես եկան լայն-ապ կենտրոնի սաները։ Ներկա էին Ախալկալակի քաղաքապետարանի շրջանային ժողովի ղեկավար մարմիններ, տարբեր մշակութային գործիչներ, Թբիլիսիից եւ Հայաստանից ժամանած պատվավոր հյուրեր եւ Ախալկալակի բնակիչներ։ Մուշաոբի շեդեգեպս շեմոք թավազեբեն չվենի պատարա մուսիկոսեբի, պետագոգի Գևորգ Հակոբյանի։ Բացի ժողովրդական պարային համարներից լայն-ապի սաները հանդես եկան թատերական էտյուդներով, ժամանակակից ու մանկական պարերով եւ այլ երաժշտական համարներով։ Στο μυαλό νόμιζα πως είσαι εδώ. Σε φέρνα πολύ κοντά, δίπλα στην καρδιά. Ներկաներին նաև ուրախացրեցին նորաստեղծ երաժշտական ռոք խմբերը Արծուշ Պողոսյանի ղեկավարությամբ։ Среди ночи завыли под окном, старик заулыбался и вдруг покинул дом. Но скоро возвратился с ружьем наперевес. Друзья хотят покушать, пойдем, приятели. Համերգի ավարտին բեմ հրավիրվեցին հայ եւ վրաց պարարվեստի ոլորտներում նշանալի ու պատվավոր հյուրերը, որոնք պատրաստել էին լայն-ապի անձնակազմի համար մեծ անակնկալներ։ Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ, վաստակավոր պարուսույց Գագիկ Մխիթարյանին, Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի
վարչության անդամ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ամբիոնի դոցենտ Աշոտ Ազատյանին և Վանուշ Խանամիրյանի անգան, Հայաստանի պարարվեստի գործիչների միության վարչության անդամ Կարեն Ներսիսյանին։ Ղոնիստիեպիս դախուր վամդես, սիտყვաս վուտմոմ, քորեոգրաֆի, քորեոլոգի, Մոցեկ վավե, Սակարտվելոս սազոգադո մողված է, դա շոտ հարուստ հևելիս թեատրիստա կինոս ունիվերսիտետիս սրուլի, պրոպեսորի Ռեզո Ջանիշվիլի, մոբრძանդիտ բատոնո Ջանիշվիլի։ Դա միսի գունդի, մոբრძանդետ բադոնեբո։ Խոմե սոմխուրի ենա արվիցի, ամիտոն չեմ շոբլի ուրենազ է, քարտուլիտ մոգեսալ մեվիդա, դու աուցի լեբելիք նո բերը ռուսուլի տացի վիտորո ուաղ ռեսատ, դիտե բուլի, սաբատիվ ծմուլո, ստումբրեբիվ ծանդեբյան, երևնի դան, սոմխետի դան, Դիտեբուլի սաղամուա, հաց շոեն դրես ունախետ, ես հարից դիտի դրես աստաուլի, այան դրես աստաուլ զգաղում արջոս, խմերթմա, արբո ուշալոս, քարտվել խալս, խմերթմա, արբո ուշալոս, սոմեղ խալս, սիմղերը դա ցեգուա, խոմ չվենի ես, քարտուլիա, սոմխուրիա, լավարժամի էր սոմխետ, լավարժամի էր Սակարտվելոս։ Ձիրպասո թանամ եմ ամուլենու, մե սավսեմի վդիվարդ քվենքան, իվիտամրոմ ակ նախե բավշեբիս կամոսուլա, ռոմելթա ծարատ գինես, Առաջ շոուլեբրիվի պրոգրամա, մատլոբատ քվերմ շոբլեպս, մատլոբամատ մասաուլեբլեպս, կվելա խալխտա ցեկվից արմուատ գինես բավշեբմա, խելոնեբա, կուլտուրա, էսարիս, ումթավրեսի, գզա, ռովելիս հերթմանետիս, Գուլեպտան միգույխանս չեն, վիմրավլոտ, ყყველა ერსაკ ბედნიერები სუფლება და დედამიწაზე ბედნიერი უნდა ვიყოთ ჩვენ და ხელი უნდა შევუწყოთ ერთმანეთს. მე მინდა ეს არის ყველას ეთითი ჯილდო რაც გაგვაჩნია ჩვენ. სრულიად საქართველოს კათოლიკოს პატრიარქის უწმიდესის და უნეტარესის სახელობის პრემიის ლაურეატი რადიკ ეზოიანი. ქართული ქორეოგრაფიის ეროვნული ცენტრის ადმინისტრაციისა და საპატიო მრჩეველთა საბჭოს გადაწყვეტილებით ამალია მარქარიანი არჩეულია ქართული ქორეოგრაფიის ეროვნული ცენტრის საპატიო წევრად. ქართული ქორეოგრაფიის ეროვნული ცენტრის ადმინისტრაციისა და საპატიო მრჩეველთა საბჭოს გადაწყვეტილებით
Մուրադ Մուրադյանի արչեուլիա քարտուլի քորեոգրաֆիս Էրոնուլի ցենտրից Սապատիո ծեուրատ Քարտուլի քորեոգրաֆիս Էրոնուլի ցենտրից Ադմինիստրացիისა դա Սապատիո մրჩეველთა საბჭოს გადაწყვეტილებით მარიან კიურეხიანი არჩეულია ქართული ქორეოგრაფის ეროვნული ცენტრის საპატიო წევრი რადიკ ეჭზოიანს მინდა მიულოცო დღევანდელი დღე და დიდი მადლობა ყველას იმიტომ რომ ერთი სუნთქვით სუნთქავდა სენატა დარბაზს ეს არის თქვენი დამსახურება ულოცა ნამდვილად რომ ამხელა კულტურული ცენტრი დღეს წარმოგვიდგინა თავისი ღონისძიება, ლამაზი ღონისძიება, რომელსაც ყველა ყოფილი ვიყავით. მთელი გუნდს მადლობა, რომ ესეთი ეს 2 წელიწადში ესეთი რაღაც დიდებული საქმის გაკეთება მე მგონია არც ისე ადვილია. მე მინდა სულ ყველა მთელ მშობლებს გითხრათ მადლობა, რომ თქვენ შვილებს ესეთ ლამაზ ხელოვნებას აზიარებთ. ასევე მადლობა ამ გუნდს, რომლებიც ესე ლამაზად ემსახურებიან ამ დიდებულ საქმეს. და წარმატება, რომ ამ კუთხეში ნამდვილად ესე დიდებულ საქმეს აკეთებ და ზრდით მოყომალ ახალგაზრდობას, რომელსაც ყველაზე კარგი მოქალაქეები იქნებიან და ყველაზე კაი ადამიანები იქნებიან. დიდი მადლობა ყველას აქ დამსწრეებს ასევე. დიდი მადლობა თქვენ მოწვევისთვის. Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, բարի երեկո հայեր, խոնարհում եմ ձեր առաջ բառից բուն իմաստով։ Ես աշխարհը տեսած բարձ եմ, երևի երկիր չկա, որ չեմ եղել, որտեղ որ հայ են ապրում։ Խոստովանում եմ, որ առաջին անգամ եմ ձեր աշխարհում, ձեր երկրում, մեր չգիտեմ, մերնա, ձերնա, բոլորին սա, եւ սիրահարված եմ ձեր վրա, ձեր միասնականության վրա, որի համար մի քիչ էլ նախանձում եմ ձեզ եւ այսպես պինդ պահեք դուք են լավ հայերի ամենաերյակի մեջ եք, ամենալավ հայերի, ծափարենք ձեզ։ Եվ այսօրվա մեր միջոցառման համար, մեր այս գեղեցիկ եւ ցուրտ, բայց գեղեցիկ միջոցառման համար, եթե լավը չլներ չենք դիմանալու։ Իդեպ շատերը չեք ճանաչում Ռեզո Ջանիշվիլին, Վրաստանի լեգենդա, վրաց պարարվեստի լեգենդա, ձեզ համար մեծ պատիվ է, մեզ համար մեծ պատիվ է, որին քեզ տեղա, ծափարություն հատուկ իրեն։ Խոնարհվում ենք ձեր առաջ։ Եվ շատ բան եմ ուզում ասել, բայց միայն մի բան ուզում եմ խոստանալ այս բոլոր հայերի առաջ, որ սա իմ առաջին այցելությունն է, բայց լինելու է բազմաթիվ այցելությունների առաջինը։ Խոստանում եմ այստեղ լինել իմ մասնագիտական եւ ուրիշ ինչով կարող եմ օգտակար լինել, կարող եմ եւ պարտավոր եմ լինել օգտակար, խոստանում եմ բոլորիդ առաջ եւ խոստումս կկատարեմ քո օգնությամբ։ Ես շատ լավ խոսքեր կարելի է ասել, բայց մենք այս ճանապարհը եկել ենք այս միջոցառման համար եւ մենք դատարկաձեռն չենք եկել, սակայն իրականում որ հիմա մեր գեղեցիկ ձայնով սիրունիկ աղջիկը ոտքից գլուխ պարուհի է, ոնց որ բալետի պարուհին է, ձեր մոտ բալետ չկա, չէ՞, ափսոս։ Ուրեմն հիմա կհայտնի եւ կկարդա այն ինչ որ մենք պատրաստել ենք, ես խոսքս ցամ եւ ընկեր պարոն Ազատյանին, որը ասում է աչքերով ասում է ոչ, չեմ ուզում ցուրտա լավ ասում է թողարով խոսել չեմ ուզում։ Ուրեմն իսկապես դուք շատ լավն եք, բայց շատ համեստ եք պահում ձեզ, Երևանում ձեր ձայնը շատ չի լսվում, չենք տեսնում անի ինչ որ ես այսօր տեսա, եւ ես շատ մեծ պակասություն կունենայի, եթե ես այսօր այստեղ չլինեի, ինձ հետ միասին իմ ընկերները եւ գնալու եմ պատմեմ մեր պարարվեստի միության ուրբաթ օրը, շաբաթ օրը ժողովի ենք, միության անդամներին մենք ունենք 11000
պարող պարուհի մեր միությունում միայն եւ պետք է պատմեմ թե այսօր ես ինչ ժողովուրդ եմ այստեղ տեսել եւ ինչ հավեսով պարողներ եմ տեսել ինչ լավ տղեկ տեսա պարող միայն մի բան պիտի խնդրեմ Քոչարին բարեք տղաներով կամ գոնե տղա աղջիկ միասին միայն աղջիկներով Քոչարին մի քիչ նեղվեցի ես սա մասնագիտական սա հետո խոսենք այժմ խոսքը տրվում է այս գեղեցկուհու Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը պատվոգիր է փոխանցում Ախալքալակի Լայն-ապ մշակույթի կենտրոնն է, արեպարային համույթին, գեղարվեստական ղեկավար Ռադիկ Եզոյան, պարուսույցներ Ամալիա Մարգարյան, Մուրադ Մուրադյան և Մարիամ Կուրեղյան։ Իսկ այժմ որոշում։ Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը միության վարչակազմի խորհրդի նիստում Միաձայն որոշում կայացվեց Ռադիկ Եզոյանին նշանակել Վրաստանի Սամցխեջավախ մարզի Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի բարի գեղարվեստի միության մասնաճյուղի ղեկավար։ Շատ ավելի բարձր ծափարենք մեր Ռադիկ Եզոյանին։ Իսկ այժմ դիմում ենք մեր սիրելի քաղաքապետարանի, եթե ունեք խոսք, համեցեք բեմ։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ մեր մունիցիպալիտետի ղեկավարության քաղաքապետի Մերքոբ Մագարյանի, Սագրեբուլոյի նախագահ Նաիր Իրիցյանի անունից եւ մեր ամբողջ բնակչության անունից խորին շնորհակալություն հայտնելու մեր բարեկամներին, մշակույթի գործիչներին, Հայաստանի Հանրապետությունից ժամանած Վանուշ Խանամիրյանի անվան մշակույթի գործիչներին, բարարվեստի գործիչներին Նաև մեր հանրապետության Թբիլիս քաղաքից ժամանած Ռեզո Ջանիշվիլին մարդ ազնվորություն, որոնք եկել էին այս գեղեցիկ մշակութային օրը մեզ հետ ճաշակելու, ուրախանալու, համոզված եմ, որ տպավորությունները շատ մեծ են, շնորհակալ ենք։ Սա է մեր երկու ժողովուրդների բարեկամության համար, այստեղ բարեկամությունը, հայ-վրացական բարեկամությունը, որը տարավոր բանություն ունի, տարեգրություն ունի, մենք այն ազգերն ենք, ժողովուրդներն ենք, որոնք ձեր-ձերքի տված, իրենց մշակույթով, արվեստով, գրականությամբ հայտնի են աշխարհին։ Եվ այսօր են մեկ անգամ ևս սա նրանց երեխաներն են, թոռներն են, որոնք շարունակում են այս բարի տրադիցիան։ Շնորհակալ ենք բոլորիդ Եվ ուզում եմ իմ խորին շնորհակալություն հայտնել այս գեղեցիկ լայն-ապ, այս մշակութային կազմակերպված այս գեղեցիկ ծրագրին, ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Ռադիկին եւ բոլոր անդամներին, ներող կլինեն բոլոր անունները չեմ կարող, մեր երեխաներին, ծնողներին, որոնք այսքան մեծ ուշադրություն են դարձնում։ Շնորհավորում եմ, ուրախ եմ եւ սա շարունակություն է ունենալու Մյուս տարի եւ հաջորդ տարիներին շատ մարդիկ ավելի բազմաթիվ մարդիկ են մասնակցելու այս գեղեցիկ միջոցառմանը։ Շնորհավորում եմ եւ շնորհակալ եմ։ Դիդի Մարլոբա, Սուբելաս, Ամբավշեփս, Տրեցանյան Իսեթի Լամազի Տրեգո, Շվենի ռայոնի Սախալքալագիս մունիցիպալիտետից, Բավշեփից տվիս, Մշոբլեվից տվիս, Ցայլյան Դիդի Մարլոբա, Թվենս, Ռոմ Իեգո Մոնացիրաբա Ցայլյան Նիշնովանի Գոնեսեվա, Դիդի Մարլոբա, Աստված առաջ, Աստված պահապան բոլորիս, խաղաղություն եւ մշակույթի զարգացում։ Շնորհակալ ենք բոլորից։ Մեր այսօրվա կազմակերպած միջոցառումն այսքանն էր եւ հիմա խնդրում եմ բոլորին ծափերի միջոցով ձեր էմոցիաները արտահայտենք։ Կհանդիպենք հաջորդ տարի։ Իմ
Իմ տպավորությունը թող ստանդարտ չհնչի, սպասածից շատ ավելի բարձր էր։ Եվ ես էմոցիաների մեջ եմ, ինչպես որ քիչ առաջ հանդիսատեսներին ասում, ես սիրահարվեցի այս ժողովրդի վրա, այս երեխաների վրա, այս երևույթի վրա։ Ես շատ տեղ եմ եղել, ի պաշտոնե շատ եմ աշխարհը ման գալիս եւ ամեն անգամ այսպիսի մթնոլորտ, այսպիսի երևույթ ես հազվադեպ եմ հանդիպում։ Այնպես որ տպավորությունը շատ բարձր, շատ խոսեմետարթիվ, բայց կարծում եմ այսքանը այսօր երիկա։ Կար մի քանի կողմ, որից դուր չեկան, բնականաբար դա շատ նորմալ է, այդպիսի բաների ես հանդիպում եմ իմ բոլոր ուղևորությունների ժամանակ, նույն Երևանում, որ ես ղեկավարում եմ այդ միությունը, որտեղ մոտարապես մոտ մի 150 բարի ստուդիա կա, այնտեղ էլ բավական թերություններ կան, աշխատելու բաներ կա, որտեղ այդ թերությունը անպակաս պիտի լինի, երեխաները սիրողական երեխաները նրանք պիտի մարզվեն, նրանք պիտի աշխատեն, մեկը մի տարվա եկածա, մեկը 3-4-5 տարվա եկածա, դեռ այնպես որ շատ նորմալ բան է։ Ես ուղղակի տեսնեմ հնարավորություն կլինի վաղը միջև մեր գնալը հավաքել խմբերին, ղեկավարներին սեմինար անցկացնել, ասելիք կա։ Եթե ոչ, ես խոստանում եմ անպայման նորից գալ այստեղ, ինչպես որ խոսացա, ես այստեղ օգտակար լինելու շատ կարիք ունեմ։ Կյանքումս առաջին անգամ եմ այստեղ եւ ինչպես որ խոստացա, ես իմ պարտքն է որ հաճախ լինել այստեղ եւ օգտակար լինել, որովհետեւ այս ժողովրդի այս հայկական այս ոգին եւ այս ամուր հզոր ուժը մեզ թև է տալիս եւ մենք պարտավոր ենք եւ մենք պարտքենք Հայաստանը պարտկա ջավախքի ժողովրդին։ Համերգի կազմակերպչական աշխատանքները կատարվել է շատ բարդ իրականում ու այսօր այս համերգից հետո այդ ամբողջ աշխատանքները արդարացրին, որովհետև բավականին լավ էր ստացվել, սպասածից նույնիսկ ավելի լավ էր, քան մենք սպասում էինք, որովհետև շատ էինք աշխատել, բայց միևնույնն է ինչ-որ կասկածներ, թերություններ մտածում էինք, որ կլներ, բայց ամեն ինչ շատ հարթ էր անցել ու կարևորը գոհ էր մնացել մեր հյուրերը, հանդիսատեսը, ամենակարևորն էլ դա է։ Իրականում անսպասելի էր, որովհետև նախապես չէինք զգուշացրել, որ նմանատիպ պարգևատրում է լինելու, ինչը շատ հաճելի էր, հուզվեցնող ու ասեմ ավելին, որ ավելի պատասխանատվություն առաջացնող է, ավելի պարտավորեցնող է, որ հետագայում շատ ավելի առաջ գնանք, շատ ավելի լավ լինի։ Առաջիկայում եւս շատ պլաններ ու նպատակներ ունենք, որ պետք է միասին իրագործենք, բայց ուզում եմ իմանանք, որ հաստատ առաջընթաց եւ առաջնախախ հաստատ լինելու է, հաջողությունները սպասում են մեզ։